Սանտ Պետերբուրգի դեպքը, Հայաստանի հյուպատոսարանում դեպքը եւս չէ, մտահոգիչ է։ Մարդը ցույց են տալիս, որ ինքնասպանություն է, խիստ կասկածում եմ, թույլ տվեք արտահայտվեմ։ Խիստ կասկածում եմ։ Խոսքը Բորիս Ավագյանի մասին է, Բորիսի մասին է խոսքը, այո։ Արցախի հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունից։ Ընդ որում, եթե մենք նայում ենք տեսաուղերձը, այդ տեսաուղերձի մեջ մի շարք մեսիջներ կա։ Որոնք էին։ Եվ այդ մարդը այն մարդը չէր, որ ինքնասպան լիներ։ Հասկանում եք, չէ՞ ինչ կատեգորիայի, ինչ բնույթի, ինչ տեսակի մարդու մասին է խոսքը։ Պարոն Կարապետյան, ինչ ուղերձներ կար։ Խնդրեի կարճ ասեիք, թե Բորիս Ավագյանի վերջին տեսանյութում։ Քանի որ ավելի շատ գործը գնում է դեպի իրավական process, ես էլի ինձ որոշակի ինֆորմացիա տիրապետում եմ, բայց ձեզ կպայեմ իրավական գնահատական տալ, քաղաքական ավելի շատ գնահատական։ Ես կարծում եմ, որ եթե մի անձ ասում է ես չեմ վախենում, պատրաստ եմ գալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի օրենքով դատվեմ, եթե պետք է դատվեմ եւ նստեմ։ Եվ դրանից հետո այդ մարդը, այսինքն, տեսեք, հիմա ինչ էր դա, ապաստարան էր, չէ՞, փնտրել, փորձել էր Հայաստանի հյուպատոսարանում, որպես դիվանագիտական կառույց իր ապաստանը եւ խնդրում էր ինչ, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին։ Ընդ որում մենք կարող ենք չի ասել, որ ավելի ձեռնտու կլիներ Ռուսաստանի Դաշնությունում մնար այնտեղի օրենքներով, եթե այդ էլ է քննարկվում հիմա։ Եվ այդ տեսաուղերձից հետո ինչ է տեղի ունեցել, այսինքն հյուպատոսարանի շենքը դա այն կառույցն է, որ մարդը կարող է ինքնասպանություն անել, էնել զուգարանում, հա։ 50 րոպե զուգարանից դուրս չգալ։ Ու ընդհանրապես ոչ մեկ դրա մասին չիմանա։ Շատ մտահոգիչ է։ Ես կոչ եմ անում օր առաջ իրավապահ համակարգին հստակեցնել, թե պատճառը որն է եղել։ Ես մի բան կարող եմ ասել, նա այն մարդն էր, որ տիրապետում էր մի շարք գաղտնի տեղեկատվության, այդ մարդը ինֆորմացված էր առավել եւս վերջի իրադարձություններով, որը կապված էր Արցախի հետ, ընդհանրապես որոշումների կայացման հետ։ Եվ հասկանալի էր, որ մի շարք որոշումներ մեկը օրինակ այս իշխանություններին ձեռնտու չէր, որ բացահայտվեն։ Ես այսքանն եմ կարող ասել այս բանին։ Շատ բաներ ըստ իս նա գիտեր, որի մասին անգամ պատրաստ էր Հայաստանում բարձրաձայնել, խոսել, բայց չհասցրեց, ստացվում է։ Շատ բազմաբովանդակ ու մտածելու, խորհելու առիթ տվող բան ասեցիք, պարոն Կարապետյան։ Հուսանք ի վերջո մի օր հնարավորություն կունենանք ծանոթանալ այդ ամբողջ տեղեկատվությանը, որը դժվար կլինի ամբողջությամբ բացահայտել, որովհետև մարդը չկա, փաստացի ինֆորմացիա կրողը այլևս չկա, ֆիզիկապես էլ գոյություն չունի, բայց ես կարծում եմ, որ որոշ փաստեր կա, որ նա ֆիքսած կունենա, ԻՊԱ հանձնած կլինի, գալու է մի օր, որ այդ ամեն ինչը բացվելու է։ Ընդ որում էլի եմ կրկնում, նա այն անձն է, որը պետական առաջի աստիճան գաղտնիքների տիրապետող է եղել։